Ժողովուրդ ջան, ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի կալիքը երկարացվեց 1 ամսով, ու սրա հիմնական խնդիրը կապված է Նիկոլ Փաշինյանի երկու խնդրի մասին։ Առաջի խնդրեմը, որ այդ մարդը քննելու հետ խնդիր ունի, այսինքն անքնության առողջական խնդիր ունի։ Իսկ դա ինչով է պայմանավորված։ Պայմանավորված է, որ հստակ հասկացություն կա, հստակ ընկալում կա ԿՊ շարքերում, որ Սամվել Կարապետյանի ազատությունը ԿՊ-ի վերարտադրումը 0-ի կբերի։ Այսինքն ԿՊ-ն իր շանսը վերարտադրվելու էապես կկորցնի։ Եվ երկրորդը, Նիկոլ Փաշինյանը ձգտում է միապետական անձիշխանական կարգեր հաստատել։ Այսինքն, այնպես անի, որ Հայաստանի Հանրապետությունը շնչի, արտաշնչի, մենակ Նիկոլ Փաշինյանի շնչելով ու արտաշնչելով։ Իսկ դա նշանակում է, որ մենք ոչ միայն չենք ունենա ժողովրդավարություն, այլ առհասարակ Հայաստանի Հանրապետությունը կսկսի մրցել Ադրբեջանի Հանրապետության հետ իր ավտորիտար կառավարման համակարգով։ Հետևաբար, մենք մոտ շաբաթներում, մոտ ժամանակներում հանդես կգանք ծրագրերով ու պետք է կասեցնենք այս անօրինականությունների շարքը ու թույլ չտանք, որ Նիկոլ Փաշինյան ինչ-որ մեկը շարունակի այս բեսպրիձելը։ Հայաստանի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյան քո դուքյանը չի, որ ոնց ուզես, ինչպես ուզես ձևես եւ տարածքային առումով եւ օրինականության առումով։ Ուժեղ Հայաստան լինելու է ու դա լինելու է առաջի հերթին ԿՊ-ի ինադու եւ մեր արտաքին թշնամիների ինադու։